Բարերեկո, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից բոլորովին վերջերս արձանագրված դիվերսիոն գործողությունը եւ հայ զինվորի իսկապես հերոսությունը կարծես մեզանում թարմացրին հերոսության, հայրենասիրության թեմաները, մեր պատկերացումները, վերաբերմունքը, խոսքը իրական հայրենասիրության եւ իրական հերոսության մասին է, քանի որ շատ հաճախ պատահում է նաեւ դրանց կեղծ տարբերակները եւ ներկայանում որպես իրական։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ երգիչ, կարելի ասել ազգային երգերի մեկնաբան Սահակ Սահակյանի հետ։ Բարերեկո։ Բարերեկո։ Սահակ Սահակյանի գործը երգելն է, նա երկար տարիներ երգում է բոլորի համար, Արցախյան ազատամարտի տարիներին երգել է ազատամարտիկների համար, այդ երգերը ազատամարտիկներին ոգևորել են, ոգեշնչել են, տարել են դեպի մարդ, դեպի պայքար, զենք են դարձել ազատամարտիկների համար, ես չեմ գերակնահատում ազգային հայրենասիրական երգերի տեր ու նշանակությունը։ Չէ, ընդհակառակը, նախ շնորհակալություն հրավերի համար, ինձ շատ հաճախ չեն հրավիրում ես տեսակ հաղորդումների եւ շատ էլ խոսել չեմ սիրում, ես սիրում եմ անել իմ գործը համեստորեն, ինչպես արել եմ վերջին 40 տարիների ընթացքում։ Բայց երբեք չի գերակնահատվում ազգային երգերի մասին խոսել, երգել առավել եւս։ Ինձ շատ են հարցնում, արդյոք պետք է խաղաղ պայմաններում երգել ազգային երգեր, հայրենասիրական։ Ես ծառայել եմ ռուսական բանակում, սովետական խորհրդային բանակում, նրանք մի լավ խոսք ունեին, ասում են «Тяжело в учениях, легко в бою». Այսինքն հայրենասիրությունը մոդա չի, որ երբ որ առիթ հանդիսանա, երգենք, կռվենք, բան, սա տեխնաջան աշխատանք է, ամենօրյա։ Իսկ ինչ վերաբերում է ազգային ազատագրական պայքարի երգերին, ուղղակի մի փոքրիկ էքսկուրս եմ ուզում անեմ, եթե հնարավորություն ընձեռեք։ Ամենուրեք խոսվում, ասվում է, որ ազգային հայրենասիրական, ռազմահայրենասիրական, մանավանդ այսօր այդ գաղափարը կա ռազմահայրենասիրական դաստիարակություն, բայց որևէ մեկը կոնկրետ չի ասում, թե ինչն է այդ դաստիարակության հիմունքները։ Իմ հաստատ համոզմամբ երգն է առաջին տեղում, ռազմահայրենասիրական դաստիարակության։ Նախ ասեմ, որ երբ որ ասում են ազգային հայրենասիրական, ազգային գիծ հայրենասիրական, չէ, ես չեմ ընդունում այդ եզրույթը, ձևակերպումը, ինձ համար ավելի ընդունելի է ազգային երգ եւ ռազմի երգ ձևակերպումները։ Ազգայինը հայրենասիրական չլինել չի կարող։ Դե չի կարող, ռազմի երգերն էլ հայրենասիրական չեն կարող լինել։ Ընդհանրապես իմ մասնագիտության բերումով սիրում եմ հակիրճ լինել եւ սահմանումներն էլ հակիրճ ավելի տակ։ Ուրեմն ազգային երգ եւ ռազմի երգ։ Ազգային երգ ասել է, որ այդ երգերը անպայման ազգային գաղափարախոսության տարբեր պիտի որ պարունակեն, այսինքն հայրենիք, հայրենասիրություն, պատմություն, պատմաաշխարհագրություն եւ այլն։ Ռազմի երգերը մաս են կազմում այդ ազգային երգերի։ Բայց երբ որ մենք խոսում ենք այդ երգերի մասին, ի նկատի ունենք 19-րդ դարի կեսերից հետո, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ազգային ազատագրական զարթոնքի տարիները։ Այդ գաղափարաբանությունը, գաղափարախոսությունը այդ տարիներից սկսվեց մեր դասականներից, դուք շատ լավ գիտեք ինձանից առավել, Ռաֆի, Պատկանյան, Նալբանդյան, Հայր Ղևոնդալիշյան եւ այլն։ Հետո 19-րդ դարի վերջերին արդեն ասպարեզիչյան կազմակերպություններ, միություններ, որոնք ազատագրական պայքարը հետապնդում էին զենքի ուժով ազատագրվել, այսինքն 19-րդ դարի վերջերին ընդհանրապես հայրին միաբանող միակ գաղափարը դա Օսմանյան կայսրությունից ինչ որ ձևով, լինի դա զենքի ուժով, լինի դա դիվանագիտական ճանապարհներով Հայաստանի, Արևմտյան Հայաստանի անկախություն ազատագրվելու, մանավանդ որ եւ այդ ժամանակն էլ ունեցավ իր երգերը։ Մանավանդ որ նախադեպերը եղան ուրիշ ազգերի, բուլղարների, ռումինների, հույների, դուք գիտեք այդ պատմությունը, այդ բանը եւ այդ ժամանակ ասպարեզիչյան երգեր, որոնք այդ կազմակերպությունները բնականաբար
որոնք զենքի ուժով էին ուզում ազատագրվել, նրանք հեղափոխական կազմակերպություններ էին։ Առաջինը դրանցից դա Պաշտպան հայրենիաց միությունն էր Կարինի, հետո հնչակյան սոցիալ-դեմոկրատ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, դա հեղափոխական կազմակերպություններ էին, որոնք բնականաբար ծնեցին իրենց հերոսներին, նրանց նվիրված երգեր առաջացան, երգերը գրվում են եւ դասականների կողմից տեքստերը, անհայտ հեղինակների կողմից, աշուղների կողմից, մեր շատ սիրելի աշուղների կողմից, եւ այդ երգերը դարձան իսկապես քիչ առաջ որ խոսում ենք, կարևորագույն ազատագրական պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ուրեմն նույնը եղավ 88-ի Արցախյան շարժմանը։ Միավորով ժամանակահատված բաց թողեցիք, հա, կարծես։ Դե կանդրադառնանք 70 տարիներ այդ երգերն ինչ եղան։ Ես որոշել էի անդրադառնալ, բայց քանի որ շնորհակալ եմ հարցի համար, 70 տարիները մեզ արգելեցին այդ երգերը երգել։ Չնայած արդեն մենք մոռացել էինք, մեր սերունդը մոռացել էր այդ երգերի մասին, դրա գոյության մասին, բայց պահպանվեցին դրանք, պահպանվեցին Սփյուռքում։ Ես իմ խոնարհումը պիտի բերեմ Սփյուռքի մեր այն կազմակերպություններին, մեր քույրերին, եղբայրներին, մեր ընկերներին, որոնք գնահատեցին, արժևորեցին այդ երգերը ազգապահպանության գործում եւ կարողացան պահել եւ հասցնել մեզ։ Եվ այդ երգերը Սփյուռքից հրապարակի 88-ին։ Այո։ Մինչև այդ, ասենք, կային այստեղ մարդիկ, մեր պապերը, ասենք Թալինի շրջանում կամ Սասունից, Մուշից գաղթած բնականաբար կան, բայց կոնկրետ երգեր, որ ես առաջին անգամ 70-ական թվականներին լսել եմ կասետի վրա, Բեյրութի մեր երգիչների կողմից ինձ ուղղակի ապշեցրել են այդ երգերը, որ մենք միթե ունենք այսպիսի ոգեղեն երգեր, եւ այդ երգերը իմիջիալոց 88-ին շատ կարևոր դերակատարություն ունեցան մեր զինվորների ոգեշն։ Որքանով էր դա արժևորված, ես ուղղակի մի փոքրիկ մի քանի տող կարդամ մեր սիրելի Մուշեղ իշխանի խոսքերից, որովհետև ես շատ եմ շրջագայել Սփյուռքի գաղթօջախներում, գրեթե հայկական բոլոր երկրներում եղել եմ, ես շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ եւս մի անգամ, որովհետեւ իրենց մոտ այդ երգերը իսկապես ապրել են, հիմա էլ են ապրում, բայց այն տարիներին ավելի, երբ որ մենք խորհրդային Հայաստան ենք, իրենք դեռ բանը, որքան էր արժևորվում, հիմա կարդամ Մուշեղ իշխանի խոսքերը։ Մեր ազգային հեղափոխական երգերը չեն նետված հնությանց թանգարանը, անոնք կապրին մեր սրտերուն մեջ եւ շրթներուն վրա, որովհետեւ նորելուկ երգերը չեն կրնար գրավել անոնց տեղը։ Անոնց արտահայտած հույզերը, ցավերը, երազն ու ոգևորությունը մեր այսօրվան կյանքի մաս կկազմեն, մեր ժողովուրդը կնամանի ճամփա ինգած այն քարավանին, որ դեռ կքալե եւ այդ երգերը կերքե քիչը ինքզին կոդեպնդելու, քիչը անցյալը հիշելու եւ մանավանդ իր հետապնդած նպատակին կարոտը արտահայտելու համար։ Ահա թե ինչու արդիական ծափն ու պարը, թմբուկն ու կիթառը չկրցան մորցնել տալ զանանք։ Մեր ազգային հեղափոխական երգերը պիտի հնչեն այնքան ադեն, որ անոնց բարերուն եւ մեղեդիի մեջ ծածանող երազը իրականություն չդարձած։ Իսկապես շատ լավ է ասված դիպուկ եւ կարծես հենց այսօրվա մասին էլ է ասված։ Հենց այսօրվա մասին, քանի որ դուք խոսում եք այդ երգերի մասին, որտեղ հայրենիքն է, որտեղ սերն է հայրենիքի նկատմամբ, որտեղ հայրենիքի ազատագրությունն է եւ այլն եւ այլն։ Մեր նորելուկ երգերում համարժեք են այս ամենը հայրենիքը, սերը հայրենիքի նկատմամբ։ Համարժեք չեն, որովհետև խզվել է այդ կապը։ Նոր երիտասարդ երգահանները, որոնց նկատմամբ շատ մեծ կարծիք ունեմ, շատ հարգում եմ, այս սերունդի մեջ հրաշալի մենք ենք մեղավոր, որ չենք կարողանում տալ իրենց հետ եւ այդ խզումը չառաջանա, որովհետև գենետիկական կապ գոյություն ունի։ Այ ես ասում եմ, ես մեր խորհրդային սերունդը, իմ սերունդը դժվարություն ուներ, որովհետև չկար գրականություն, չկային այդ երգերը, բայց մենք փնտրելով, գտնելով, երգում ենք, բայց այսօր փառք Աստծո, ինտերնետը կա, ամեն տեսակի երգ ու երաժշտություն կա եւ այդ երգերը ազգային հեղափոխական, բայց գիտելիքի պակաս կա, որովհետև
նորելուկ երկերը, ինչպես Մուշաթիխանն է ասում, չկրցան մորցնել տալ զանոնք, որովհետև նրանց մեջ արյունով գրված երկեր են։ Երբ որ երգում ես Գևորգ Չաուշի մասին, Աղբյուր Սերոպի մասին, Անդրանիկի մասին, չիմանալով ազատագրական պայքարի դրվագները, չիմանալով այդ պատմությունը, չես կարող այդպես մատուցել երկը։ Հասկանում ես։ Դրա համար այսօրվա երկերի մեջ ես չեմ ասում, կան լավ երկեր, բայց կապն է խզվել։ Այսինքն ես իմ խոսքի մեջ գրել եմ, հավանաբար կասեմ դրա մասին, որ նոր երկհանները, ովքեր բանակի մասին են երկեր գրում, մի փոքր ուսումնասիրեն մեր նախկինում եղած երկերը, որովհետև մենք հրաշալի քայլերքեր ունենք։ Այդ հեղափոխական քայլերքերն էլ ժամանակին ազդեցություններ կրել են մյուս ժողովուրդների, Օսմանյան կայսրության, լծի տակ տառապող ուրիշ ժողովուրդների երկերից, այստեղ երկը խոսել այդ երկերի մասին սոսկ որպես երաժշտություն, մեղեդի կամ բառ մի քիչ տեղին չի լինի, որովհետև երկերի մեծ մասում իսկապես մեծ գեղարվեստական արժանիք չի ներկայացնում տեքստը, ոգին է շատ կարևոր, որովհետև երբ որ երգում ես Չաուշի մասին երկը եւ չիմանաս Սուլուխի կռիվը չկարտաս եւ չիմանաս իր ընկերներին, Գալեին, մյուսին, որ եւ չզգաս քեզ այդ պայքարի, այդ Սուլուխի կռվի մեջ լավ չես երկի, էլի, հա։ Ես հասկանում եմ ձեզ մերօրյա երկերը այդ առումով շատ չքննադատելու, բայց որպես նայում ես էլի հայրենիքի նկատմամբ սերը նախ ձեր ասած ժամանակների երկերի մեջ շատ ավելի են, քան հիմա, որ ասենք ծառայեմ հետ վերադառնամ։ Ես չեմ քննադատում, ուղղակի մի քարյակ։ Համեցեք, փորձեմ երկել։ Սա միանգամից ակնառու ցույց կտա, թե ինչպես էին վերաբերվում նախկինում հայրենիքին, ազատագրական պայքարին, նվիրումին, ինչպես երկերի մասին է խոսքը իհարկե։ Խավարել եմ ինչպես գիշեր, իմ չորս կողմսը փոթորիկ, չունեմ կեսեր, չունեմ կեսեր, ես սիրում եմ հայրենիք, չունեմ կեսեր, չունեմ կեսեր, ես սիրում եմ հայրենիք։ Չունեմ կեսեր, ես սիրում եմ հայրենիք։ Ի տարբերություն, ասեմ մի հատ ռեկլամ չեմ մոռանա երբեք, որ տղան իր սիրած աղջիկան ասում է, ցավդ տանեմ, 2 տարի է, էլի, կգնամ կծառայեմ, հետ կգամ, էլի, այսինքն խոսքերը ավելորդ են մեկնաբանությունները։ Իսկապես։ Բայց մեր օրում էլ չէ, երկերը այնուամենայնիվ ստեղծվում են կամ հներն են նորից վերհիշվում, կատարվում։ Ես գիտեմ նախաձեռնություն ունեք երկարան ստեղծելու ազգային հայրենասիրական, չնայած չեք ընդունում այդ ձևակերպումը, ազգային եւ ռազմի ասեմ։ Այդ երկարանը դրա համար անունը ուրիշ անվանում ունի, կոչվում է Հայոց ազատամարտը երկերում։ Սա այնքանով որքանով երկարան է, այդքանով նաև ազատամարտի պատմություն է, այդքանով նաև ալբոմ է, որովհետև փնտրված, գտնված բազմաթիվ նկարներ կան այնտեղ այդ գրքում, հակիրճ կենսագրական տվյալներ, նոր բացահայտումներ, ուրեմն բազմաթիվ համադրումներից հետո Սփյուռքում հրատարակված, որովհետև այդ երկերի ցավոք նորից պիտի նշեմ, որ մեծ մասը Սփյուռքն է պահպանել եւ իհարկե փորձել են հրատարակել որքանով այնքանով որքան կարողացել են, ինչպես Ժիվանին կասեր, ես համադրել եմ այդ բոլոր եղած ու չեղած երկարանները, շփվել եմ նաև պատմաբանների հետ, իմ ընկեր պատմաբանների, ովքեր ազատամարտի պատմություն են ուսումնասիրում գրում, եւ բավականին մեծ բացահայտումներ ու ճշմարտացի տեղեկություններ կան, նոր անուններ, երկերի հեղինակների վերաբերյալ
Եվ բնականաբար իմ ճաշակով են դրված երկերի ցանկը։ Այդ գործը նոր եք սկսում, թե դա կարելի է համարել շարունակություն այս լուսակնի։ Գիտեք, լուսակնում երբ որ սկսեցինք այս ազգային քնարեջը տպագրել, այս կուզենայի մի հատ նայեն մեր հանդիսատեսը մի էջը տվեք ինձ։ Մոտարապես գիրքը այս տեսքը կունենա, էլի, երբ որ 10 համար հրատարակեցինք լուսակնի, այդ միտքը հղացա, որ ինչու՞ չէ կարելի է երկերը հավաքել եւ մի երկարանի տեսքով, բայց քանի որ մոտեցավ մեծ Եղեռնի այս 100-ամյակը, շատ ուզեցինք, որ անպայման այս տարի կամ գալ տարի սկզբերին գիրքը հրատարակվի, հետո երբ որ ընկերներս տեսան, ոգևորեցին, ոգեշնչեցին, որ լավ գործ է, եւ գիրքը հիմա այդպես որպեսին պատրաստ է, մի քիչ հովանավորի խնդիր երևի կունենանք, բայց հուսամ, որ Աստծո օգնությամբ այս անպայման պետք է հրատարակվի, որովհետեւ մեր իրականության մեջ, հայ իրականության մեջ այս տեսակ երկարան դեռևս չի հրատարակվել։ Ես մեր զրույցի սկզբում նշեցի, Սահակ Սահակյանի գործը երգելն է։ Երգում է բոլորի համար, ազատամարտիկների համար, բառերով կասի ինչ է հայրենասիրությունը, ինչ է հերոսությունը, կամ ինչ ասել է հայրենասիրական կամ ռազմահայրենասիրական դաստիարակություն։ 2-3 բառով դժվար է դա այս մեր հաղորդման շրջանակներում խոսել դրա մասին, ժամերով կարելի է խոսել, բայց ես ավելի հակիրճ պատասխանեմ, որովհետև սիրում եմ այդպես հակիրճ լինել։ Հայրենասեր չեն ծնվում։ Մեր գենոֆոնդի մեջ մարդկային ցեղից հայրենասիրական գեն չկա։ Այդ որ ասում են արյան կանչը, չգիտեմ ինչ այդպիսի բան չկա։ Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Դու պատկերացնում ես, եթե ծնողներիդ չճանաչես, ո՞նց սիրես, էլի ինչը սիրես։ Երբ որ ճանաչում ես տարիների ընթացքում քո պատմությունը, քո տեսակը, դարերի ընթացքում ապրած, պայքարած, մաքարած ժողովրդի այդ բան, եւ եթե սիրահարվում ես ու զինվորագրվում ես այդ տեսակին, դու սիրում ես դա է իմ փոքր այսպես բաներով, փոքրիկ իմ մտքերով արտահայտած մեծ գաղափարը, հայրենասիրությունը այդպես չի ծնվում, դա տարիների հետ պայքարի, մաքարելու եւ տեխնության արետ, պետք է սովորես անընդհատ։ Ես չգիտեմ, մեր երկիչներին ովքեր դա փշոտ ճանապարհ է ընտրել երկի այս տեսակը, որովհետև բոլորդ էլ գիտեք, երկի այս տեսակը ոչ բերում են նյութական բարիքներ, չնայած պետք է որ հակառակը լիներ իմ կարծիքով, բայց եթե ժամանակ ունենք հլդեր խոսելու, համեցեք, հա, ունենք, մի ցավոտ հարցի մասին նաև կուզենայի խոսել, որ քիչ առաջ նշեցի, չէ, որ բանը մեր մեծերը անմասն չեն մնացել այդ հայրենասիրական այդ տարիները 10-րդ դարի ազատամարտի դա համազգային ինչ որ զարթոնքի տարիներ էին։ Չկա մի մարդ, որ մասնակցած չլինի այդ ազգային երգերի երբեմն Կոմիտասի մասին թյուր կարծիք կա, որ մենակ գեղչկական երգեր է հավաքագրել, երգել եւ այս երգերի նկատմամբ այնքան էլ հարգանք չի տածել, բայց ես կարող եմ մեջբերում անել Կոմիտասից հիմա եթե ժամանակը ների, ասեք։ Չգիտեմ, գտնեմ թե չէ։ Դուք գիտեք, թե դարեր շարունակ մանավանդ տաճկահայ գյուղացին ոչխարի պես մորթվելն էր իմանում։ Իրա գույքերն ու սիրելիները աչքին առջևեն հափշտակվել են, տարվել էր թիդում, մորմոքում սրտով, անճարակության մեջ ինքն իրեն ուտելով։ Տաճկական բռնակալության տակ հեզող բալկանյան ժողովուրդները սրանից հազիվ քառորդ դար առաջ
տեսան, որ բաժակը լցվել է, մարդ ասածը չի կարող համբերել, ոտքի ելան եւ զենքի ուժով նվաճեցին իրենց անկախությունը։ Հայ քնարը, հայ գրիչը, տես այս բոլորի այլևս չեն կարող անverջ արցունքոտ աչքերով, տոչորվող սրտով, սոսկ դիդողի տերի մեջ մնալ։ Դուք գիտեք, որ եկեղեցիների բեմից քարոս հնչեց մեր վեհապար հայրիկի Հարիսան, որ բանաստեղծ աշուղների լալկան քնարները ռազմի շեփորներով փոխանագել տվեց եւ նրանց ռազմի կոչերը ազատության անձնվիրած խմբեր հանեցին կարճ ժամանակի մեջ Տավրոսի Սասնո լեռների վրա ինքնապաշտպանության դրոշները այդ բարձունքների ծածանելու համար։ Իպես այս զարթոնքի մենք չենք կարող վանքի պարիսպների ներս քաշվել, որ 1895 թվականից այս կողմը 100,000-ավոր գաղթականության սիրտ պատռող ողբն ու կոծն են լսել ու տեսել եւ միապաղաղ շարական եւ գեղեցկական սիրո երգեր լսել ու լսեցնել։ Մենք էլ թողահա ավազագաբորոք քուրդի թալանի լոլոն իր թեմը դարձրած հիմնել լռենքի հայ մեռնինքի կողքին մեր այս սիփանակ հաջերով մեր տուրքը տված լինենք ինքնապաշտպանության գաղափարին։ Կհավատայիք, որ Կոմիտաս վարդապետը այսպիսի խոսքեր ասեր, բայց ես չեմ ասել եւ հղումները կան այս ամենի։ Վերադառնամ հայրենասիրության ձեր ձևակերպմանը, նախ եւ առաջ հայրենաճանաչություն, նախ եւ առաջ կապվածություն հայրենիքին, հայրենի հողուճերին, հայրենի մշակույթին, հայոց լեզվին, բայց ինչպես է լինում, որ տարբեր ժամանակներում անընդհատ հայերը թողել են իրենց հայրենիքը, հողուճուրը, լեզուն, մշակույթը, գնացել են օտար երկրներ, խոսքը միայն հիմիկվա մասին չի, ընդհանրապես տարբեր ժամանակներում, եւ այլ երկրներում են փորձել պահպանել այդ ամեն ինչը, երգը, երաժշտությունը, լեզուն, դպրոց են կառուցել, թատրոն, եկեղեցի, բայց արդյունքում ի վերջո լեզուն է մոռացվում, մնացյալն էլ։ Կապն է մեր թույլ, թե վատորից է։ Գիտեք, մեկ ֆակտոր բերել ասել, որ դրանից է, դա շատ թույլ կլինի պատասխանը, դա ասելու համար պետք է ամբողջ պատմություն ուսումնասիրել, խորենացուց սկսած եւ միջ։ Ես քիչ առաջ որ խոսում ենք երկարանի մասին, մոռացա ասել, որ երկարանում որևէ լալկան երգ չկա։ Չնայած նվիրված է Եղեռնի 100-ամյա տարելիցին եւ 100 երգ է սիմվոլիկ ընդգրկված, այդ 100-ի հետ կապված, հավատացեք, որ հարյուրավոր, հազարավոր երգեր կան ավելի լավ, բայց ընտրված են այնպիսի երգեր, որտեղ լալկանության նոտան չլինի։ Մենք անընդհատ ողբերգեր ենք հյուսել, խորենացու ողբերգ, շնորհալու ողբերգ, եդեսու ողբերգ, չգիտեմ, ողբերգ, եւ գիտեք, եւ հիմնականում այդ ողբերգերի մեջ մեղադրել ենք ուրիշին։ Հարևաններին, թուրքերին, չգիտեմ, պարսիկներին, բյուզանդացիներին, մյուսներին։ Ես չեմ հանդիպել, որ քիչ կա գրականության մեջ, որ ինքնա քննադատության ծաղկող ինչ-որ մի բան լինի, որ մենք ենք մեղավոր։ Մեր ամեն ինչի, մեր թուլության, մեր զգոնության, մեր այդ ցավերի պատճառը ես գնում եմ մեր մեջ պիտի փնտրենք։ Այս վերջին դեպքը, որ եղավ, քանի որ թարմ է հիշողության, հասկանում եք, երբ որ Ղարաբաղյան պատերազմ կար, ես նույն բանն էր տեղի ունենում, Երևանյան սրճարաններում ջահելները նստած էին, իրանք չգիտեին շատ-շատերը, թե Ղարաբաղում կռիվ է, իրանց համար այդ Ղարաբաղյան պատերազմը Իսրայելում պայթող ռումբերի նման մի բան էր, ասենք, այդ անտարբերության երևույթը մեկ, հաստերից մեկը, չճանաչելու հայրենիքի, տեսակը չսիրելու, չգիտեմ, օրինակ թշնամուն տես մեր թշնամին իրենց սրիկային հերոսացնելու կերպարի մեջ մերոնց անտարբերությունը մեր հերոսների Արցախյան ազատամարտի ազնվական տղաների նկատմամբ շատ ու շատ փաստեր կան, հիմա հաղորդման ֆորմատը երևի չհերիքի դա մասին։ Հայրենասիրության մասին շատ բարձր ճառեր են լինում հաճախ, բարձրագոչ, հայրենասիրությունը բարձրաձայն է լինում ընդհանրապես։ Ոչ։ Հայրենասիրությունը լինում է լռիկ, աղոթքի նման, իր մեջ,
ես ինչքան ծանոթ եմ Փառք Աստծո Արցախյան ազատամարտի շատ հերոս ընկերներ կորցրել եմ, չկան այսօր, շատերն էլ կան, բայց համեստությունն է գրավականը։ Բոլոր հերոսների ամենամեծ արժանիքը, բոլոր ազգային հերոսների եղել է համեստությունը։ Եթե մենք նույնիսկ ազատամարտի պատմության հերոսներին անդրադառնանք, մարդկանց անուններ, որ քիչ են այսօր շոշափում, դա Սեբաստացի Մուրադներ, դա Սեպուհներ, այդ մի քանի անուններ դարձրել են նմուշներ, անընդհատ նրանց մասին են խոսում, բայց այս հերոսները այնքան ինքնամփոփ, այնքան հայրենասեր եւ այնքան համեստ տիպարներ են եղել։ Վկա ձեզ խոնար հերոսների այդ շարքը, որ դուք լավ գիտեք հավանաբար։ Ինձ թվում է դա բարձրաձայնելու բան չի։ Այս երիտասարդը եկավ լրացնելու այդ խոնար հերոսների փաղանգը, Արմենը, որ չգիտեմ, եթե ուրիշ բան տեղի ունենար, գուցե ուրիշ հետևանքներ ունենար այս ամեն ինչը։ Եվ գալով արդեն ավարտին մեր զրույցի, էլի անդրադառնանք այս երգերին, երգեր, որ զինվորներին հաղթանակի էին մղում եւ հերոսության էին մղում, երգեր, որ նաեւ Արցախ տարան ազատամարտիկին, եւ այս երգերով հավանաբար մենք դեռ էլի հաղթանակներ ենք ունենալու։ Կուզենայի մեր զրույցը ավարտենք մի այդ կարգի երգով։ Արթուր ջան, շնորհակալ եմ նորից ես հրավերի համար։ Դա ես նորից եմ ասում, շատ խոսել չեմ սիրում, բայց հաճախ անդրադարձեք դուք եւ մյուս հեռուստաալիքները, որովհետեւ այդպես չի մեր երիտասարդությունը, այն ինչ որ տալիս են եթերում, այդ չի սիրում, հաստատ։ Շատերը ուզում են թյուր կարծիք տարածել, որ ինչ որ ժողովուրդը ուզում է, սիրում է, այն ենք տալիս, բայց բնավ այդպես չի։ Ես 88-ին այսքան երեխեքը իմ հետևից վազում են, արյունոտ դրոշ ու արդյոք ովքեր են երգում։ Բայց այսօրվա երեխեքը ինչ են երգում, դա նորից եմ ասում, մեր մեղքն է։ Ավարտելով խոսքս, ինչպես երգարանի առաջաբանում եմ ասել, ուզում եմ ուղերձ հնչեցնեմ մեր գալիքի մարտնչող երգիչներին, ինչու եմ ասում։ Ուղերձ եւ խնդրում եմ նաեւ մի քարատող, եթե կարելի է երգից։ Ուրեմն այս ուղերձը կարդամ ու երգեմ։ Ազգային ազատագրական պայքարի երգերի մեծ մասը նվիրված է այդ պայքարի երկունքից ծնված այն պաշտելի վահագնացին երիտասարդներին, որոնք տոգորված մաքուր ազգային գաղափարաբանությամբ Հայաստանի ու հայ ժողովրդի համար նահատակվելու պատրաստակամություն ցուցաբերեցին։ Այդ երգերը հայ մարդուն մաքրագործող, վեհացնող, դաստիարակող են եւ միևնույն ժամանակ խիստ պարտավորեցնող։ Այդ երգերը պետք է կատարել շատ մեծ պատասխանատվությամբ, արժանապատվության ու հպարտության զգացումով, անմնացորդ նվիրումով։ Այդ իսկ պատճառով հնարավորինս ուսումնասիրեք հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը, նոր միայն ձեռնամուխ եղեք այդ երգերի կատարմանը։ Հիմա մի քարատող, մի երկու քարատող երգեմ իմ երգերից, որ խոսքերի հեղինակն է իմ շատ սիրելի Ռաֆիկ Ղազինյանը, իմ ընկերը, երաժշտությունը ձեր խոնար ծառան, կոչվում է տրիոլետներ Վահե Բաղդասարյանին նվիրված։ Լուսինը ալկարմիրը հակել, առավոտ գրահելինելու, ումից այս արյունը կաթել, լուսինը ալկարմիրը հակել, ումից այս արյունը կաթել, լուսինը ալկարմիրը հակել, լուսինը ալկարմիրը հակել, մահնետես մեզանից բամբասում, ում հերթն է մեզանից չի ասում, լուսինը
ալկարմիրը հակել ում հերթն է մեզանից չի ասում լուսինը ալկարմիրը հակել մայրդ քեզ տեսել էր երազում այն ինչ աստղեր երկանքից կաթել մահնետես մեզանից բամբասում լուսինը ալկարմիրը հակել մահնետես մեզանից բամբասում լուսինը ալկարմիրը հակել լուսինը ալկարմիրը հակել առավոտ գարոհելինելու ումից է այս արյունը կաթել լուսինը ալկարմիրը հակել ումից է այս արյունը կաթել լուսինը ալկարմիրը հակել ում խեղճ մոր երազն է ընդհատվել առավոտ ինչ սահելինելու առավոտ գարոհելինելու լուսինը ալկարմիրը հակել առավոտ ինչ սահելինելու լուսինը ալկարմիրը հակել լուսինը ալկարմիրը հակել մահնետես մեզանից բամբասում ում հերթն է մեզանից չի ասում լուսինը ալկարմիրը հակել ում հերթն է մեզանից չի ասում լուսինը ալկարմիրը հակել հայրդ քեզ տեսել էր երազում այն ինչ աստղեր երկանքից կաթել մահնետես մեզանից բամբասում լուսինը ալկարմիրը հակել մահնետես մեզանից բամբասում լուսինը ալկարմիրը հակել մահնետես մեզանից բամբասում լուսինը ալկարմիրը հակել Շնորհակալ եմ, բրավո։ Սա երկրի հարցը ծրագիրն էր։ Ես այսօր զրուցում էի ազգային երգերի մեկնաբան Սահակ Սահակյանի հետ։ Լավ մնացեք։